Բարի ձեզ, սիրելիներս, մենք ձեզ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ Տեր Բրահման զրուցում է, եթե կարելի է այսպես ասել, առաջնային արարչի հետ։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը շատ այսպես գրագիտության իմաստով հետաքրքիր մշակույթ ցույց տվեց մեզ, թե ինչպես է ընդհանրապես պետք շփվել Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Հաջորդականությունը ինքը այնպես էր, որ առաջին հերթին Տեր Բրահման ինքը ներկայացնում էր, թե ինչպիսին է ինքը հիմա ընկալում այն ազնվորությանը, որի իր առաջ կանգնած է, չէ՞։ Երկրորդ հերթին Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ ինքը գիտակցում է, որ Գերագույն Աստծո ազնվորության կողմից օժտված է նախասահմանումով եւ որ այդ իր նախասահմանումը կոնկրետ բավականին ծավալուն եւ ազդեցիկ նախասահմանում է եւ արտահայտեց անհանգստություն, որ այդ ամենը այդ նախասահմանումը կատարելիս ինքը կարող է ընկնել գոռոզության գիրկը։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությանը խնդրեց, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պաշտպանի իրեն, ուրեմն գոռոզության ջիրաններից։ Մենք տեսանք, որ դրանից հետո Գերագույն Աստծո ազնվորությունը չէր ընդհատում Բրահմային, ինքը համբերատար լսեց եւ սա շատ գեղեցիկ մշակույթ է իրականում, չէ՞։ Ինքը համբերատար հանգիստ լսեց Տեր Բրահմային եւ երբ որ արդեն Բրահման իր խոսքով ցույց տվեց, որ ինքը ավարտեց իր խոսքը, Գերագույն Աստծո ազնվորությունը սկսեց պատասխանել։ Ինքը սկսեց պատասխանել եւ մենք տեսանք, որ ուրեմն իր պատասխանը շատ հետաքրքիր էր։ Ես միշտ ասում եմ, որ դու չգիտեմ ձեզ վրա ինչպիսի ազդեցություն է թողնում, բայց ես միշտ երբ որ կարդում եմ այդ բառակապակցությունը, որտեղ հայացիները իրենք ասում են Գերագույն Աստծո ազնվորությունը ասաց, ես միշտ այսպես շատ խորը եւ շատ բարի իմաստով լարվում եմ, որովհետեւ ինձ համար դա միևնույն է, ամեն անգամ մնում է զարմանահրաշ մի երևույթ, որտեղ կա հնարավորություն լսել Գերագույն Աստծո ազնվորության կարծիքը, ճանաչել նրան որպես ազնվորություն, որովհետև երբ որ ազնվորությունը ինքը այսպես նկարագրվում է, որ իրան անձամբ հանդիպեցին, ինչպես էր ինքը իրեն պահում, ինչպես էր ինքը դիմավորում, ինչպես էր արձագանքում, ինչ մտածելակերպ ուներ, ասենք դիմացինի որ խոսքին ինչ ասեց եւ այլն, այդ ամենը մեզ հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մանրակրկիտ ճանաչել Գերագույն Աստծո ազնվորությանը, ավելի ու ավելի խորը հասկանալ նրան, չէ՞, որովհետեւ իրականում եթե մենք խոսում ենք նրա մասին, որ հոգևոր կյանքի ընթացքում կենթանի էակը ինքը պետք է զարգացնի, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ սեր, վերականգնի ավելի ճիշտ իր ունեցած սերը, չէ՞, ապա դա իհարկե պետք է արվի ընդամենը մի գործոնի հաշվին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը հիմա նորից ուսումնասիրելու ընթացքում պետք է բոլոր պարագաներում երևա քո համար որպես հաճելի, որպես հրապուրելի, ուրեմն կենթանի էակ, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այո առաջին հերթին ցուցաբերում է միշտ այդ բանվորակը, որ ինքը շատ կիրթ է, որովհետև տեսեք ասենք, չէ, երբ որ մարդը ինքը կենթանիակը ինքը իր մեջ գոռոզություն ունի, ինքը երբեք չի կարողանում ոչ մեկին լսել մինչև վերջ, ինչու համար, որովհետև իրան թվում է, որ այն ամենը ինչ որ խոսում են ուրիշները, դա հիմարություն է եւ միակ ինքն է, որ ինչ որ մի շատ կարևոր եւ ճշմարիտ բան գիտի եւ ինքը անպայման ձգտում է եւ կամ փորձում է լսված լինել եւ ընդհանրապես տրամադրություն չունի լսելու։
Երբ որ մենք խոսում ենք գերագույն Աստծո անձնավորության մասին, մենք խոսում ենք մի անձնավորության մասին, որը ինքը ամենագետ է։ Հա? Եվ օրինակ Օշոյի նման հոգևորականը ինքը այդպիսի կոնցեպտ է, չէ, առաջ քաշում, որ ասենք ինչ իմաստ ունի ընդհանրապես աղոթել Աստծուն, որովհետև գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բանիմաց է եւ աղոթքներ մատուցել իրեն, դա նշանակում է երկրորդ անգամ ասել, ինչ ինքը գիտի։ Այս նախադասությունը ինքը անմիջապես խոսում է նրա մասին, որ անձնավորությունը ինքը իմինն է բակտից այդքան էլ տեղյակ չի։ Այսինքն ինքը այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչից է կառուցված գերագույն Աստծո անձնավորության վայելքը։ Վայելքային խոսքը չի, երանությունը։ Հասկանում եք։ Այսինքն առաջին գաղափարը, որը հնչում է եւ որը ես մշտական կրկնում եմ, որպեսզի մենք դա չմոռանանք, առաջին գաղափարը կայանում է նրանում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուրեմն մենակ էր սկզբում եւ երբ որ ինքը ուզեցավ վայելի իր գոյությունը, առաջացավ բազմազանությունը։ Չէ՞։ Եվ այդ բազմազանության հետ, հա, եթե ինքը բոլոր կենդանեակների հետ շփվի այդ տեսանկյունից, որ ինքը բոլորին ճանաչում է, ինքը ոչ մի երանություն չի կարող ունենալ։ Մենք դեռ կտեսնենք, թե ինչ հոգեբանության տեսանկյունից ինչքան գրագետ եւ ինչքան բարդ ուրեմն բացատրություններ կտան գերագույն Աստծո ազնվորության եւ կենդանիակների հարաբերությունների մասին արիացիները։ Թեկուզ եւ ինչ որ գաղափարներ ես արդեն հնչեցրել եմ, բայց ժամանակի ընթացքում մենք ավելի ու ավելի ուրեմն կսկսենք ավելի խորը հասկանալ, թե ինչպես են ընդհանրապես ձևավորվում գերագույն Աստծո ազնվորության եւ կենդանիակների հարաբերությունները։ Որովհետեւ այդ մի հարցը մենք հաստատ արդեն քննարկել ենք, դա նա է, որ կենդանիակները, որոնք ապրում են նյութական աշխարհում, կներեք, կենդանիակները, որոնք ուրեմն ապրում են հոգևոր աշխարհում, իրենք գերագույն Աստծո ազնվորության հետ ձևավորում են նույն 5 հարաբերությունները, որոնք գոյություն ունեն նյութական աշխարհում։ Նա եւ արիացիները իրենք ասում են, որ ուրեմն կառուցվածքային տեսանկյունից նյութական աշխարհը դա հայլային արտացոլանքն է հոգևոր աշխարհի։ Եվ սա ինքը շատ կարևոր, շատ, այսպես էլի, հիմնային կետ է։ Չէ՞։ Հիմա տեսեք, եւ ուրեմն այս տեսանկյունից մենք կարողանում ենք հասկանալ, որ հիմա գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպես բանով շատ ուշադիր լսում էր Տեր Բրահմային։ Հա, որտեվ երբ որ կենդանիակը ինքը արտաբերում է, հատկապես երբ որ ինքը սկսում է խոսել ինքը իր մասին, չէ՞, հարաբերությունների մեջ ես չգիտեմ ինչ բառով ասեմ, հասկանում եք այդ երևույթը։ Երևի կասեմ այսպես հույս ունենալով, որ դուք որ ես կարողացա ասեմ, թե ինչի մասին եմ խոսում, ոչ թե որ դուք չգիտեք, այլ որ ես կարողացա ասեմ, թե ինչի մասին եմ խոսում, չէ՞։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գեղեցկություն է տեսնում կենդանիակի մեջ, երբ որ կենդանիակը ինքը իր հետ ազնիվ է եւ մաքուր։ Հա, եւ ասենք, երբ որ ինքը ինչ-որ մի հատ խնդիր է տեսնում, թե ինքը ինչ մշակույթով է մոտենում այդ խնդրին, չէ՞, օրինակ ասենք, տեսեք, օրինակ եթե անձնավորության հիմքը դա գոռոզությունն է, ապա անմիջապես, առանց ոչ մի այս կողմ գնալով, չէ, կենդանիակը ինքը ցուցաբերում է, բան, ասեք, ինքը ցուցաբերում է այդ գոռոզության հիմքի վրա, ինքը բաների կեղծավորություն է ցուցաբերում, երեսանիություն է ցուցաբերում։ Այսինքն որն է, որ եթե հանկարծ ինքը ինչ-որ մի հատ խնդիր է իր մեջ տեսնում կամ ինչ-որ թերություն է տեսնում, չէ, ինքը փորձում է դա թաքցնի խորավակորեն։ Հասկանում եք, եւ
այդ խորամանկության մեջ չկա միամտություն, չկա մաքրություն։ Հասկանում եք, այլ կա դիմացինին խաբելու ուրեմն ձգտում։ Ու երբ որ այդ դիմացինին խաբելու ձգտումը կա, Գերագույն Աստծո ազնվորությանը այդպիսի ազնվորությունները իրան հետաքրքիր չեն։ Ինքը իրաց բոլորին ուղարկում է նյութական աշխարհ եւ ինքը ընդունում է ուրեմն գերհոգու տեսքը։ Մենք շատ ենք խոսել դրա մասին, որ իրականում գերհոգին, որը նստած է կենդանի ակտերի սրտում, դա Գերագույն Աստծո ազնվորության այո, կարելի է ասել այդպես, անտարբերության մարմնավորումն է։ Հասկանում եք, որը ուղղակի ազատություն է տվել կենդանիներին, որ իրենք ինչ ուզում է անեն, եւ ինքը ուղղակի որպես վկա հետևում է, որպեսի ամեն մեկի առասճարածին ճիշտ պատասխան տա։ Եվ լավի եւ վատի համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ այդ բանը էլի, որ Տեր Բրահման ինքը հիմա նստած է այդ լոտոսի վրա, այսպես ասեմ, կալիբրով ինքը շատ մեծ անձնավորություն է, այնքան մեծ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իրան վստահել է երկրորդական արարչագործությունը, հա, եւ հիմա ինքը, ես այսպես կասեի, այդ մանկական ներքին մաքրությամբ, չէ, Գերագույն Աստծո անձնավորության հետ կիսում է իր անհանգստությունը, որ ինքը գիտակցում է, որ այս ահռելի գործը, որ ինքը անում է, երբ որ ինքը արդեն ընկավ, այսպես էլի ազարտի մեջ, չէ, ինքը հետեղ վտանգ ունի, որ կարող է հպարտանա, որ ես արարիչ եմ, չէ, եւ ինքը այսպես շատ մանկական մաքուր էլի անմեղ տրամադրություններով այդ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հաճույքով նայում է այդ ներքին մաքրությանը։ Հասկանում եք, չէ, այստեղ իրական հոգևոր մարդու այդ անկեղծ հոգևոր մարդը, չէ, ինքը միշտ այդ հարցի վրա պիտի կենտրոնացած լինի, որ ասենք այս պահին օրինակ ես գնացի եկեղեցի կամ կանգնած եմ իմ Սուրբ անկյան առաջ։ Իրականում ամեն մի հոգևոր մարդ ինքը պարտադիր անկախ նրանից ինքը քրիստոնյա է, հինդուիստ է, մուսուլման է, թե ինչ է ինքը պիտի ունենա իր Սուրբ անկյունը տան մեջ, չէ։ Եվ ասենք տեսեք, օրինակ այդտեղ այն անձնավորությունը, որը ինքը անկեղծ անձնավորություն է, չէ, իրան այդ թեման չի կարող չհետաքրքրել, էլի, որ ասենք հիմա ես կանգնած եմ Գերագույն Աստծո ազնվորության առաջ, խոսում եմ, երբ որ ես աղոթում եմ, դա նշանակում է ես հիմա խոսում եմ իր հետ, չէ, եւ եթե ինքը կա, ինքը հենց հիմա արտահայտված է, որովհետեւ ես դիմել եմ իրան, ուշադիր ինձ լսում է, ինչպիսին է ինքը ինձ տեսնում։ Հասկանում եք, ինչպիսին է ինքը ինձ տեսնում, որպես արդար ազնվորություն, որպես ճշմարտության մեջ հաստատված ազնվորություն, որպես բարի ազնվորություն, թե որպես ուղղակի հակառակը, մի ստոր, կեղտոտ, երկերեսանի եւ այլն ազնվորություն։ Չէ՞ որ սրանք շատ կարևոր թեմաներ են հոգևոր մարդու համար, եւ ես կարծում եմ, որ այն մաքրությունը, որով որ Տեր Բրահման ինքը արտահայտում էր իր անհանգստությունը, ինքը այսպես էլի շատ բան է, ազդեցիկ է, չէ՞։ Եվ կարծում եմ, որ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այն դիմում է Տեր Բրահմային որպես իր համար թանկագին էակի եւ ինքը այսպես էլի որտեղ ինքը առաջի խոսքերը, որ ինքը ասեց, այդ խոսքերի մեջ կար այդ միամտության բանը, չէ՞, որ ասենք դու ինձ խնդրում ես մի բանի մասին, որը փաստացի հիմա հենց այս պահին դու արդեն օժտված ես եւ դու դա զգում ես, որ դու օժտված ես դրանով։ Էլ ինչու ես ինձ դա խնդրում, չէ՞, հասկանում եք։ Դա նշանակում է, որ ինքը գնահատում է Տեր Բրահմայի այդ ներքին մաքրությունը, այդ բանել այդպես, որ իր խելացիությունը իրան չի խանգարում, որ ինքը լինի մանուկի պես պարզամիտ, չեմ վախենա այսպես ասեմ, հա, եւ մենք տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսեց լուրջ խոսել Բրահմայի հետ, եւ այսօր կարդամ մեր տեքստերը եւ մենք փորձենք քննարկել դրանք։ Երրորդ երգ, 9-րդ գլուխ, տեքստեր 42-ից։
Ես յուրաքանչյուր կենդանեակի գերհոգին եմ, ես բոլոր կենդանեակների գերագույն տիրակալն եմ և ամենաթանկ բանը, որ կենդանեակն ունի։ Միայն չորիմացությամբ են մարդիկ կապված կոպիտ և նուրբ մարմիններին, քանի որ իրականում նրանք պետք է կապված լինեն միայն ինձ։ Հետևելով իմ հրահանգներին, դու հիմա առաջվա պես կարող ես կենդանեակներ աշխարհ բերել, օգտվելով վեդայական իմաստության քո ամբողջական գիտելիքից ու մարմնից, որը ստացել ես ինձնից, գոյություն ունեցող ամեն ինչի գերագույն պատճառից։ Իմաստուն մայթը, լավ, այստեղ կանգնենք, որպեսզի բաց չանենք, էլի, թեման չփոխենք։ Այդ թեմայտրայամ ինչ կասի, մենք ձեզ հետ կքննարկենք, Աստված եթե խաղաղություն տա մեր երկրին, կքննարկենք արդեն երկուշաբթի օրը։ Տեսեք ուրեմն, չէ, հիմա այստեղ բաներ, այսպես առաջի հայացքից Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բավականին, օրինակ իմ ականջի համար, բավականին խիստ խոսքեր ասեց, որոնք կարելի է ընկալել որպես գոռոզություն։ Չէ՞, ասենք, որտեվ եթե դուք նկատել եք, չէ, երբ որ ես խոսում եմ Գերագույն Աստծո ազնվորության հմայքի մասին, այնտեղ մեծ շեշտ է դրվում այն գաղափարի վրա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պատկերավոր ասած փոքրացնում է իրեն միջև սովորական կենդանեակի չափսերը, որպեսզի ուրեմն հավասարի հետ շփվի այդ ազնվորությունների հետ։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ հանգիստ խոսեց նրա մասին, որ ամեն ինչը ենթարկված է իրեն, որ ինքը ինչ-որ այսպես գերիշխող դիրք ունի, եւ շատ կարեւոր է, թե մենք հետագայում, երբ որ ուսումնասիրենք արդեն այն նվիրալների հետ Աստծո հարաբերությունը, որոնք իրանք այդ բանի էլի Գերագույն Աստծո ազնվորության հմայքով են տարված, չէ՞, եւ մենք կտեսնենք, թե ինչպես է ինքը խոսում այնտեղ։ Կներեք, էլի ծայրարարիս այդ ջուրը մոռացա վերցնեմ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այսինքն կա տարբերություն։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ցանկացած ազնվորություն ինքը ունի, ուրեմն, ասեք, հզորություն եւ հմայք, չէ՞։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նույնպես ունի իր հզորությունը եւ ունի իր հմայքը։ Հոգեվոր աշխարհի ամբողջ բազմազանությունը ինքը ձևավորվում է հենց այդ երկու երևույթների հիմքի վրա։ Այսինքն, ազնվորությունը ինքը ինչին է կապված, Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, թե դրա հմայքին, ընդ որում կա նաև այսպես էլի խառը, չէ, երբ որ ասենք կենդանեակին օրինակ 10%-ով շատ կոպիտ եմ ասում, 10%-ով դուր է գալիս Գերագույն Աստծո ազնվորության հմայքը եւ 80%-ով դուր է գալիս նրա ուրեմն հզորությունը, չէ, որտեղ իրականում եւ հզորության կերպարանքի մեջ եւ հմայքի կերպարանքի մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միևնույնն է նկարագրվում է որպես ոնց ասեմ, որպես սարսափելի գեղեցիկ եւ սարսափելի հմայիչ արտաքին ունեցող ազնվորություն։ Հիմա ինչ հարաբերություններ ունի հոգևոր տեսանկյունից Տեր Բրահման, ուրեմն Նարայանայի հետ։ Տեր Բրահման ինքը գտնվում է ծառայողական հարաբերությունների մեջ։ Ծառայողական հարաբերությունները դրանք ենթադրում են կապվածություն Գերագույն Աստծո ազնվորության հզորության հանդեպ։ Այդպիսի հոգիների առաջ Գերագույն Աստծո ազնվորությունը չի թաքցնում, թե ինքը ով է։ Այսինքն, նեյտրալ ասկան 5 հարաբերություն կա, չէ, նորից հիշեցնեմ, նեյտրալ, ծառայողական,
ընկերական, հա, ուրեմն բարեկամական եւ սիրային։ Այս նույն 5 հարաբերությունները կան հոգևոր աշխարհում։ Նեյտրալ հարաբերությունները եւ ծառայողական հարաբերությունները իրենք ուրեմն բանն էլի շատ բնորոշ են այն կենդանիներին, որոնք իրենք շատ ավելի կապված են Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, չէ՞։ Եվ երբ որ իրանք հզորությանն են կապված, իրանց մոտ ամենակարևոր միտումը դա այդ հարգանքը, զգացումը դա հարգանքն է, հա։ Իրանք ավելի շատ հարգում են Գերագույն Աստծո ազնվորությանը, քան սիրում։ Եվ ուրեմն իրանց համար դա պարտադիր գործոն է, որ իրանք պետք է գիտակցեն Գերագույն Աստծո ազնվորությանը, որտեղ հենց իր հզորությունն են շատ սիրում։ Հասկանում եք։ Եվ իրենց առաջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի թաքցնում իր հզորությունը։ Տեսեք, հետագայում, երբ որ մենք ձեզ հետ կդիտարկենք արդեն Գերագույն Աստծո ազնվորության ամենակոնֆիդենցիալ, ամենամտերմիկ հարաբերությունները, չէ՞, դուք այդտեղ կպարզ կտեսնեք, որ օրինակ ասենք Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է հենց հոգևոր աշխարհում, ոչ թե նյութականում, այլ հենց հոգևոր աշխարհում ինքը կարող է ընդունել փոքրիկ երեխայի տեսք։ Եվ ինչ որ մեկին ընդունել իր համար որպես ծնող, չէ՞, եւ տեսեք, այդ ծնողական հարաբերությունների մեջ, չէ՞, Աստծո ծնողները իրենք ընդհանրապես չեն գիտակցում, որ իրենք գործ ունեն Աստծո հետ։ Սա բարդ թեմաներ են, հա, բայց մի քիչ առաջ ընկնելով մի թեթև ներկայացնեմ, որպեսզի մենք հասկանանք, թե հիմա այստեղ ինչու Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես բացահայտ դեմոնստրացիա արեց իր առավելության դիրքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք այնտեղ ինչ է նշանակում ծնողական հարաբերություն։ Այն հոգիները, որոնք իրենք հոգևոր աշխարհում ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության ծնողներն են, ու մենք մի թեթև արդեն քննարկել ենք այդ գաղափարը, որ մենք պիտի հասկանանք, որ հոգևոր աշխարհում ծնողական կամ ցանկացած այլ հարաբերություն ինքը ազատ է նյութական աշխարհի հարաբերությունների հիմքից։ Այսինքն թե ինչպիսի հիմքի վրա են ձևավորվում այդ նույն հարաբերությունները նյութական աշխարհում, դա տարբերվում է այն հիմքից, ինչի վրա այդ նույն հարաբերությունները ձևավորվում են հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում ոչ մեկ չի հղիանում, ոչ մեկ Աստծուն չի ծննդավերում, կներեք, հա, այսինքն այն իմաստով, ինչ իմաստով, որ մենք նյութական աշխարհում ենք համարում ինչ-որ մեկին ծնող, այդ իմաստը այնտեղ չկա, բա որ իմաստը կա։ Ծնողը ընդհանրապես, ծնող գաղափարը ինքը նույնիսկ նյութական աշխարհում ունի երկու ծանրակշիռ բան, չէ, դեր։ Առաջինը դա կենդանեակի ֆիզիկական ծնունդն է։ Չէ, եւ արդեն այն բանի համար, որ այդ ազնվորությունը ինքը մեզ կյանք է տվել, չէ, մենք արդեն պիտի իր հանդեպ հարգանք ունենանք, որտեղ իրան ենք պարտական, ծնողներին ենք պարտական նրանով, որ ուղակի կանք, չէ, հիմա տեսեք, նյութական աշխարհում, այդտեղ շատ հատկապես աստվածամերժության դարաշրջանում, դա բան է, չէ, շատ նախաձախնդիր հարց է։ Ինչու՞, որովհետև կենդանեակները իրանք կարող են վաստակած լինել, օրինակ տգեղ մարմին, չէ, կամ ասենք ծնողները, որոնց մոտ իրանք ծնվել են, հասարակական տեսանկյունից իրենցից ոչ մի բան չներկայացնող կենդանեակներ են, հա, եւ դրա համար ասենք իրենց համար շատ դժվար է հասարակության մեջ ինչ-որ տեղ գտնել։ Եվ իրանք պետք է ինչ-որ յուրահատուկ ճիգեր գործադրեն, որպեսզի կարողանան ինչ-որ մի բանի հասնեն։ Հələ պիտի որ ասում են բոլոր եկեղեցիներում մոմ վառեն, եթե հանկարծ ծնվել են այնպիսի դաշտում, որտեղ հնարավոր է ծնվել ցածր խավերում, հա, եւ աճել եւ բարձրանալ ինչ-որ բարձր դիրքերի, որովհետեւ այդ հնարավորությունը բոլոր պետություններում չի, չէ, որ կա։ Հասկանում եք, բոլոր աշխարհում բոլոր պետությունները չեն, չէ, որ դեմոկրատ են։ Օրինակ հիմա ասենք, տեսեք, այ ազնվորություններ կան, որ իրենք ժամանակին եղել են, այսպես պատկերավոր ասած, սովորական տղաներ, չէ, հիմա դարձել են ինչ որ ազդեցիկ երկրների, ազդեցիկ պետությունների, ուրեմն
առաջնորդներ, չէ, եւ հիմա իրանք, հիմա սա է, չէ, բանը էլի, որ իրանք հիմա կատաղի պատերազմ են տանում, որպեսզի վերադարձնեն մոնարխիան։ Ինչու համար, որպեսզի մինչև կյանքի վերջ իրենք մնան իշխանության վրա։ Հասկանում եք, հասկանա այդ դեմոկրատիան ինքը արդեն դարձել է այդպիսի առաջնորդների աչքին աչքի փուշ, չէ։ Հիմա տեսեք, հենց որ մոնարխիան մտավ, ինքը միանգամից այդ հիերարխիան լրիվ է մտնելու։ Ոչ թե մենակ արքան է լինելու այդ դիրքում, որ ինքը անփոփոխ է։ Հասկանում եք, այլև իր տեղակալները, նրա մարկիզներ, չգիտեմ, էսեր, հա, այդ աստիճանները իրանք նորից լինելու են։ Եվ սովորական մարդը ինքը չի կարողանալու արդեն բարձրանա վերև։ Ինչ-որ մի հատ սահման է լինելու, թե ինքը ինչքան կարող է բարձրանա։ Վերադառնալու ենք այն հասարակարգերին, որոնք արդեն եղել են ուղղակի թվային տեխնոլոգիաների հետ միասին։ Այդ պայքարն է, չէ, հիմա գնում, որ մեծ պետությունների առաջնորդները իրանք ուզում են լինել անփոփոխ։ Եվ վերջ։ Հասկանում եք, չէ։ Հիմա տեսեք, իսկ հոգևոր աշխարհում, չէ, երբ որ Գերագույն Աստծո, հիմա եւ ծնողը ինքը այդ է, ծնունդով է։ Նրանից աշեղվեցինք, չէ, գնացինք այնտեղ։ Մեկը ծնունդն է, երկրորդը դա նրա ֆունկցիաներն են։ Ծնողը դա այն ազնվորությունն է, ով պետք է հոգ տանի, պաշտպանի եւ զարգացնի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք հոգևոր աշխարհում այդ տեղի ունի այդ երկրորդը։ Երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդունում է մանուկի մարմին, հա, եւ հայտնվում է իր մոր եւ հոր գրկում։ Ինչու համար է դա вообще, ընդհանրապես ինչու համար է դա պետք։ Գլխավոր գաղափարը ինքը սկսվում է այստեղից։ Գոյություն չունի երանության այդպիսի ձև, որը Գերագույն Աստծո ազնվորության համար լինի անհասանելի կամ ավելին անհետաքրքիր։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո ազնվորության համար համարժեք, բացարձակապես նույն կերպով։ Հələ կարող է այն երկրորդը մի քիչ ավելի շատ, չէ՞, բայց իրականում համարժեք, թանկ են, հա, եւ այն հարաբերությունները, որտեղ ինքը պաշտպանողն է, այսինքն արտահայտում է իր զորությունը, չէ՞, եւ հավասարապես հետաքրքիր է այն բոլոր տրամադրությունները, այն աշխարհը, որում ինքը կհայտնվի, երբ որ ինքը գտնվում է այն կենդանեակների մոտ, որոնք կուզենային հոգ տանեին իր մասին։ Եվ այդտեղ ինքը այդ ձևն է ընդունում անզորության, որ ինքը փոքրիկ երեխա է։ Հա? Եվ վայելում է դա, որ ինքը փոքրիկ է եւ կախված է ինչ-որ մի նվիրալի այդ ծնողական սիրուց։ Եվ վայելում է այդ սերը։ Հասկանում եք, երբ որ իրան սիրում են, ոչ թե որտեղ ինքը հզոր է, այլ որտեղ ինքը համով է։ Սա շատ կարևոր բաներ են, չէ՞։ Դրա համար, եթե մենք այս տեսանկյունից ենք նայում, ապա անմիջապես հասկանում ենք, թե իմինը Բրահմայի հետ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ պլատֆորմայից է խոսում, չէ՞։ Դրա համար ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց. Ես յուրաքանչյուր կենդանեակի գեր հոգին եմ։ Այսինքն ես գտնվում եմ բոլորի սրտերում եւ բոլորի մասին ամեն ինչ գիտեմ։ Ես բոլոր կենդանեակների գերագույն տիրակալն եմ հիմա։ Եվ տեսեք, ինքը իր մասին ասեց եւ ամենաթանկ բանը։ Հա, ինչի մասին է այստեղ խոսքը։ Ինչու է կենդանեակի համար իրականում ամենաթանկ ազնվորությունը դա Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ամենաառաջին հերթին, եթե կենդանեակը ինքը հասկանում է ընդհանրապես
այն կապի որակը, որը կա իր եւ Գերագույն Աստվածության միջև, հա, իսկ որն է այդ որակը։ Դա այն է, որ կենդանեակը ինքը ոչինչ չունի։ Կենդանեակը ինքը ոչինչ չունի։ Ինքը ունի միայն այդ, որ ինքը այդ նույնիսկ այդ դա, որ ինքը կա, դա իրանը չի, որովհետև ինքը կա ի շնորհիվ Գերագույն Աստվածությանը։ Դրա համար ինքը ասեց, ես բոլոր կենդանեակների տիրակալն եմ, որտև իրանք ինձ ենթակա են, չէ՞, հիմա ինչով են ենթակա։ Առաջի հերթին հենց նրանով, որ իրանք կան։ Արդեն, всё, այդտեղ հարցը փակվում է, չէ՞, որ մենք իրան ենք պարտական նրանով, որ մենք կանք։ Հիմա կարևոր է հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, իսկ ամենաթանկն է ինչու համար, որովհետև կենդանեակը ինքը կա, այսինքն նույնիսկ ինքը իրան չի պատկանում, բայց եւ իրանն է մեկ էլ, իսկ իրանն է մենակ իր ցանկությունը, ինքը ունի ազատության ցանկություն, դա է այն շնորհը, որը տալիս է Գերագույն Աստվածությունը կենդանեակներին, մենք դա քննարկել ենք, որ այդ ազատությունը ինքը առաջի հերթին պետք է հենց Աստծո հետ հարաբերությունների մեջ, այսինքն Աստված ինքը ինչ-որ մի աշխարհ կա, որտեղ կան կենդանեակները, կա ինքը, եւ ինքը մտադիր է երանելի լինել այդ կենդանեակների հետ շփումների մեջ։ Հա, հիմա, որպեսզի ինքը երանելի լինի, կենդանեակներն էլ պիտի երանելի լինեն։ Հիմա, եւ դրա համար ինքը տալիս է ցանկության ազատություն։ Դու կաս, եւ ես կամ, եւ այս բազմազանությունը նրա համար է, որ ես եւ բոլորդ այս բազմազանության մեջ ապրենք, իրար հետ շփվենք եւ լինենք երանելի, ավելի շատ չմանրանանք։ Հա? Եվ ինքը ասում է, բայց դուք ազատ եք, նայում եք ինձ ու դուք ազատ եք ընտրել, ուզում եք իմ հետ ապրել, թե ոչ։ Դες դուր է գալիս այն աշխարհը, որը ես եմ արարել, թե ոչ։ Հա? Եվ կան կենդանեակներ, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, չէ, որոնք իրենք այդ դաժե չես էլ կարող ասել ինչ-որ մի հատ շատ մեծ մեղք են գործում, էլի, ուղղակի սխալ գնահատական են տալիս։ Եվ նրանք ասում են, չէ, մեր տեղը դուր չի գալիս, մենք ինչ-որ այդքան էլ կարևոր բան չենք այս հոգևոր աշխարհում, կուզենայինք ավելի կարևոր բան լինել։ Չէ՞, եւ այդտեղ է, որ Գերագույնը շատ բարի գնացեք, 100 անգամ սա քննարկել ենք։ Հիմա մենք ուրիշ կետ ենք ուզում քննարկել, չէ՞։ Եվ տեսեք, այդ նրանք, ովքեր որ միշտ մտնում են հոգևոր աշխարհում, իրանք ինչ փորձ ունեն։ Ես միշտ նույն օրինակն եմ բերում։ Շիմոն Բաղավատամում այդպիսի փորձ է քննարկվում։ Մի անգամ Տեր Քրիստոսի ընկերները իրանք անտառում ման են գալիս, Քրիստոսին են կորցրած լինում, ման են գալիս եւ ինչ-որ այսպես քարաձավի պես մի բան են տեսնում եւ մտածում են, ասում են, այ կարող է ինքը այստեղ լինի։ Մտնում են այդ քարաձավի մեջ։ Իսկ իրականում դա ահռելի մի հատ պիտոնի բերան էր, որը ինքը դեմոն էր, որը ընդունել էր այդ ահռելի օձի մարմինը, որտեվ նպատակ կար Քրիստոսին սպանելու։ Եվ այդ դեմոնը ինքը մտածում էր, որ եթե ես գերեմ իր անկերներին, Աստծո բնավորությունը ինքը այնպիսին է, որ ինքը անմիջապես կգա, կմտնի իմ բերանը, որպեսզի փրկի իր անկերներին, եւ այդ ժամանակ ես կուլ կտամ եւ իրան եւ իր անկերներին։ Եվ գիտեք, այնտեղ մի հատ այնպիսի հետաքրքիր դրդություն կա։ Երբ որ այդ երեխաները մտան այդ պիտոնի բերանը, դե պարզ չէ, որ լեզվի վրա են հիմա քայլում,
Պիտոնը ինքը չի շարժվում, համբերատար սպասում է։ Հիմա այդ ինչ-որ լորձ կա այդտեղ, բան թուք մուկ, չգիտեմ ինչի, հոտ է գալիս բերանից, բան։ Տղաները իրանք այսպես բան են լինում, էլի, ասում են, դե չհասկացանք, էս ի՞նչ տեղ, էս ի՞նչ վայր է ընդհանրապես, որտեվ ամբողջ Ֆրիդավանը ինքը ուղակի վայելքի վայրեր, այնտեղ ծաղիկներ, ծառեր, անտառներ, գետակներ, չգիտեմ, էս են, ու դրուկ ինչ-որ այսպես ինչ-որ գարշահոտ, ինչ-որ մի բան մեջը լորձ, եսի միջ իրանք չեն կարողam, բայց այդ հոցն էլ ինքը պիտոնն էլ ինքը այսպես հարթ մաշկ չուներ, էլի որ հնարավոր լիներ միանգամից հասկանալ, որ ինքը կենդանի է, չէ՞։ Եվ երեխաները իրանք այդպես կամաց ոնց որ քայլերը դանդաղացնելով սկսում են քայլել եւ մեկը մյուսին ասում է ինչ որ տարօրինակ է այս երևույթը, սա կարող է դեմոն է։ Մենք էլ մտանք իր բերանի մեջ։ Այնպես ասում է, չէ, բանջիսի միջև տեսի, եսի մի չէ, եւ իրանք այդտեղ մի հատ չկտաղ նախադասություն են արտասանում։ Ասում են դա կապ չունի вообще։ Ինչ ուզում ա լինի։ Քանի Կրիշնան կա, ինչ ուզում է լինի, մենք վերջում երանություն ենք ապրելու։ Հասկանում եք, եւ դա հոգեվոր աշխարհի գիրագույն աստվածավորության հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող կենդանի էակների համոզմունքն է։ Այդ համոզմունքը ինքը օդից չի գալիս, չէ՞։ Իրանք այդ համոզմունքը ձևավորել են իր հետ հարաբերությունների մեջ, որ այո, հոգեվոր աշխարհը, հոգեվոր հարաբերություններ իրանք կարող են լինել շատ հարուստ։ Պիտի լինեն հարուստ, որպեսզի կենդանեակին հետաքրքիր լինի այդ աշխարհում ապրելը, չէ՞։ Եվ հիմա տեսեք, այդ հարստության մեջ միշտ գերագույն աստվածավորությունը միշտ ամեն ինչ կազմակերպում է այնպես, որ լինի երանելի ինքը, հիմա ինքը երանելի է, այսպես ասենք, ինքը երանելի է նրա հաշվին, որ իրեն սիրում են նվիրալները, հա? Իսկ նվիրալները երանելի են նրա հաշվին, որ իրենց սիրում է Աստված։ Եվ սա լինում է այդ համընդհանուր երանության մթնոլորտը, որը տիրում է հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, եւ այդ մտերմիկ հարաբերությունների մեջ, չէ՞, սա շատ կարևոր կետ է։ Ահավոր կարևոր կետ է այս կետը։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ հիմա տեսեք այս տեսանկյունից, չէ՞, հիմա երբ որ Տեր Քրիստոսն այո ասեց, ես բոլորի համար թանկ եմ, ինքը հենց դրանով է թանկ, որ կենդանեակները իրանք ամեն ինչ չի որ ունեն, հա, եւ մնացը իրանց երանության համար մնացած ամեն ինչը իրենց տրամադրում է գերագույն Աստծո աստվածությունը։ Եվ իմիջիալոց ինքը այդպես է անում նաեւ նյութական աշխարհում։ Չէ՞ օրինակ վերցնենք նյութական աշխարհը, եկեք վերցնենք նյութական աշխարհը։ Ինչ կառուցվածք ունի նյութական աշխարհը։ Հասկանում եք։ Չէ՞, տեսեք, այ մեր բոլորակը։ Այստեղ ի՞նչն է մերը։ Մենք ինքներս չի ասում մենք ծնվել ենք մի մոլորակի վրա, որտեղ կա բնություն։ Եվ այդ բնության մեջ կա մեր համար, մեր կյանքի հարմարավետության համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Չէ՞։ Օրինակ դա հրաշք չի, ես որ անկեղծ ասեմ, չէ, դու վրոյի հետ մնաց մարդ չեմ, բայց ես անկեղծ զարմացած եմ, թե այս վերջի մոտ համարյա արդեն 100 տարվա ընթացքում, չէ, ինչ քանակությամբ նավթ, գազ, ուրեմն հանվել է ընդհանրապես մոլորակի մեջից, եւ թե ինչպես մեր բոլորը մոլորակը չի տրակում, անհասկանալի է։ Որտեղ իր մեջ պիտի վաղուց դատարկություն լիներ, էլի։ Դուք մոտավորապես պատկերացնում եք, հիմա 7 միլիարդ մարդը ամեն օր ինչքան գազո նավթ է օգտագործում։ Ինչ քանակություն է դա։ Այդ ամեն ինչը ինքը տրամադրում է գերագույն աստվածությունը։ Այսինքն ինքը եւ այնտեղ է, եւ այստեղ է հոգ տարել, չէ՞, եւ այնտեղ։
ուղղակի նյութական աշխարհում կա մի կոմպոնենտ, որը ինքը շատ դժվարացնում է նյութական կյանքը, բայց եւ անհրաժեշտ է, մենք ինքներս ենք դա ընտրել։ Երբ որ մենք ասել ենք, մենք չենք ուզում քեզ, հա, մենք ուզում ենք ինքներս որոշենք, թե մենք օրինակ, բանել, տիպը, ես մտածում եմ, որ ես եթե քո կամքը չլներ, որ դու ինձ այս դերն ես պարտադրել, ես կարող եմ ավելի բարձր դիրքեր ունենամ։ Եվ նյութական աշխարհում կենդանիները իրար մեջ պայքարում են հենց դրա համար, չէ՞, ակնհայտորեն։ Եվ հիմա տեսեք, չէ՞, ուրեմն այդ ամեն ինչը ինքը ոնց է լինում, որ ասեք կենդանիները իրանք այստեղ երբ որ ասել են չենք ուզում, գերագույն աստվածավորությունը թաքնվել է, այ որ ինքը թաքնվել է, այստեղ մտնում է նյութական աշխարհում մտնում է մի շատ կարևոր օրենք, որ ամեն ինչը կախված է քո ճիքերից։ Հա, ինչ ճիքեր որ դու կգործադրես եւ Բhagavad Gita-ում Տեր Քրիստոսը թե հենց այդպես էլ ասում է։ Ինքը ասում է քո ճիքերը, կենդանիակի ճիքերը եւ իմ կամքը։ Այդ վերջնակալը սա է։ Հա, կենդանիակի ճիքերը կախված է մարմնից, որը ինքը ունի, հա, կամքից, որը ինքը ունի, այն դաշտից, որի մեջ ինքը ծնվել է, այդ երեք գործոնից է կախված, հա, եւ ինքը համապատասխան դրա ճիքեր է գործադրում, իսկ ես որոշում եմ, թե ինչպես եմ բարձրացնում։ Հասկանում եք։ Այդ դրա համար է, որ նյութական աշխարհում այդ ամեն ինչի մեջ, ասեն ինքը միջոցները տրամադրում է, բայց թե այդ միջոցները մենք ինչպես կվարվենք, ինչ կանենք, իսկ որովհետեւ դա մեր էներգիան չի, չէ՞, այլ Աստծունն է։ Դրա համար ասենք մենք նյութական աշխարհը ինքը այդպես է սարքած, որ մենք ինքներս պիտի հետազոտենք, ինքներս պիտի հասկանանք, մեթոդն պրոբի աշիբակա, այդպես սխալներ եւ փորձեր անելով, չէ՞, միտեղ պատի խփելով գլուխը, միտեղ սխալվելով, միտեղ չգիտեմ ես, միտեղ են կամաց գիտելիք զարգացնենք, թե որը որից հետո է, չգիտեմ, այն ամենապրիմիտիվ մակարդակի վրա, չէ՞, որ ասենք ինչ է կարելի ուտել։ Դուք պատկերացնում եք, օրինակ, քանի հազարավոր մարդիկ են թունավորվել եւ մահացել, մինչեւ մարդկությունը օրինակ սովորել է, թե որ սունկերը կարելի է ուտել, իսկ որը չէ։ Այդ պատկերացնում եք вообще։ Այսա է, որ գերագույն աստվածավորությունը թաքնվել է, իսկ երբ որ նկարագրվում է հոգևոր աշխարհը, այնտեղ կենդանիակները իրանք ընդունում են գերագույն աստվածավորությունը, ընդունում են իր դերը եւ հաճույք են ստանում, որ կախված են հենց իմինը իրանից։ Ինչու՞, որովհետեւ ինքը իր հզորությունը երբեք չի չարաշահում։ Հասկանում եք, ինքը երբեք չի չարաշահում։ Եվ դրա համար տեսեք հոգևոր աշխարհի կառուցվածքը ինչպես է։ Երբ որ կենդանիակը ինքը ընդունում է, որ ամեն ինչը Աստծուց է գալիս։ Եվ կենդանիակը ունի մենակ ցանկություն։ Եվ հոգևոր աշխարհի իրականությունը ինքը հենց այդպիսինն է։ Կենդանիակը ոչ մի ճիք, ոչ մի բանի համար չի կիրառում։ Ինքը ինչ որ մի բան ուզեց, դա հայտնվում է։ Եվ այդ դրա շնորհիվ, որ ինքը ընդունում է։ Եվ այդ պահին ինքը այդ դա գիտակցում է։ Հասկանում եք, որ այս սա էլ, ասեք, չգիտեմ, էլի շատ պրիմիտիվ նյութական օրինակներ բերեմ, հա, ասեք, եթե հոգևոր աշխարհում, չգիտեմ, ես առավոտը զարթնեցի եւ բան, ուզում եմ, չգիտեմ, կանաչ շոր, օրինակ։ Ես ոչ գնում եմ խանութ, արտադրանք այնտեղ չկա, այդ ամեն ինչը չկա, այնտեղ կան ցանկության ծառեր, հա, կամ կա ինքը էներգիան այդպես է աշխատում, որ հենց որ ես այդ կանաչ շորը ուզում եմ, ինքը ուղղակի հայտնվում է, եւ վերջ, շատ բարձ հասարակ։ Դրա համար էլ երանելի աշխարհ է, որ ոչ մեկից ոչ մի ճիք չի բանանում, բայց հասկանանք ինչի հաշվին։ Այդ դրա հաշվին, որ հոգևոր աշխարհում ապրում են այն կենդանիակները, որոնք իրենք չեն նեղվում դրանից, որ գերագույն աստվածավորությունից են կախված
Եվ ինքն էլ բոլորի մասին հոգ է տանում, եւ այդպես, որ իրանց բոլոր ցանկությունները կատարվեն։ Ինչու՞, որտեղ իրանք մաքուր սիրո հիմքի վրա կենթանի ակներ են, իրանց մեջ չեն կարող լինել վատ հետևանքներ ունեցող ցանկություններ։ Հասկանում եք։ Հա, եւ հիմա այստեղ դրա համար ինքը ասում է, ես ամենաթանկն եմ, ինչ ունեն բոլոր կենթանիակները, որտեղ իրականում իրանք ոչ մի բան չունեն։ Իրանք ունեն միայն իրաց ցանկությունները։ Իրանք նույնիսկ իրանց չունեն, որովհետև չգիտեն։ Ես կարող եմ ասեմ, որ ես ինձ ունեմ, եթե ես եմ ինձ ստեղծել։ Եվ յութական աշխարհում, եւ հոգեվոր աշխարհում։ Հասկանում եք, այդ որի որ ժամանակակից երեխաները հաճախ իրենց ծնողներին ասում են, սա իմ կյանքն է, ես ինչ կուզեմ կանեմ, դա մարդու հնարածն է։ Բայց իրականում իմը չի, որտեվ ես չեմ կազմակերպել այս գոյությունը։ Իրան կազմակերպել են իմ ծնողները։ Եվ եթե իրանք դա չանեին, ես չէի լինի։ Շատ բարձ հասարակ։ Եվ այդ նույն ճշմարտությունը կա եւ կենթանիակի եւ Աստծո միջեւ։ Եվ դրա համար ինքը հանգիստ ասում է, ես եմ ամենաթանկ բանը, չէ՞, հիմա ինչը կենթանիակը ունի։ Հիմա եւ ինքը շարունակում է, ասում է միայն ճուրիմացությամբ են մարդիկ կապված կոպիտ եւ նուրբ մարմիններին, քանի որ իրականում նրանք պետք է կապված լինեն միայն ինձ։ Մենք ձեզ հետ շատ ենք խոսացել նրա մասին, որ արիացիները իրանց տեսությունը պնդում է, որ կենթանիակը նյութական աշխարհում ունի կոպիտ եւ նուրբ մարմին։ Կոպիտ մարմինը բաղկացած է 5 գործող եւ 5 ընկալող զգայարաններից, հա, այսինքն աչքեր, ականջներ, քիթ, բերան, մաշկ, սա ընկալող զգայարաններն են, ոտքեր, ձեռքեր, խոսալու ունակությունը, սեռական օրգանները եւ բանը, հետանցքը իրանք ուրեմն գործող զգայարաններն են, չէ՞։ Եվ կա նուրբ մարմին։ Նուրբ մարմնի բաղադրիչներն են միտքը, բանականությունը եւ կեղծ եսը։ Նյութական աշխարհում, երբ որ կենթանիակը մահանում է, իր հոգին չի, որ դուրս է գալիս մարմնից։ Մարմնից դուրս է գալիս իր նուրբ նյութական մարմինը։ Իսկ կենթանիակը իրեն նույնացնում է իմенно նուրբ նյութական մարմնի հետ, որովհետև նյութական մարմնի բաղադրիչներից մեկը դա կեղծ եսն է։ Այսինքն այդ որ ես մտածում եմ, ես այս մարմինն եմ։ Չէ՞։ Եվ ինքը ասում է, դա ճուրիմացություն է, որ կենթանիակը ինքը ավելի շատ կապված է այդ իր ժամանակավոր մարմնի հետ, որի հետ ինքը ոչ մի կապ չունի իրականում։ Իսկ իրականում ինքը պետք է կապված լիներ միայն իմ հետ, ինչու որտև ինքը իմ անբաժանելի, հավերժ, երանելի մասնիկն է։ Այսինքն սա ոչ թե գոռոզություն է, այլ ճշմարտության կոնստատացիա, պնդում։ Հասկանում եք։ Չէ, այս այրերը ինձ համար շատ կարևոր էր, որ մենք չընկալենք այդպես, որ այստեղ Գիրակույն Աստծո ազնվորությունը ինքը գոռոզ բառեր է ասում։ Եվ ինքը շարունակեց, ասեց, որ հետևելով իմ հրահանգներին, դու հիմա առաջվա պես կարող ես կենթանիակներ աշխարհ բերել, օգտվելով այն իմաստությունից, որը դու ունես, հա, եւ օգտվելով այն մարմնից, որը ստացել ես ինձանից։ Հա, իսկ ես ով եմ, ես գոյություն ունեցող ամեն ինչի գերագույն պատճառն եմ։ Որովհետև տեսեք, երբ որ այսպիսի նախադասություններ են հնչում, չէ, սովորաբար մարդիկ իրանք մտածում են, որ այմա ինքն ինքը Աստված ասեց, որ ինքն է ամեն ինչի պատճառը, չէ, գաղափարները չէ հնչում, տերևը չի կարող շարժվել առանց Աստծո կամքի,
Ուրեմն ամեն ինչը Աստվածն է ստեղծում։ Հա, հիմա ասում են, բա որ եթե Աստվածն է ստեղծում, ինչի է ինձի տգեղ ստեղծել։ Մենք ասում ենք անքննարկելի են Աստծո գործերը։ Մենք չենք կարող հասկանալ։ Չէ՞։ Բայց արիացիների տեսակետը ինքը այլ է։ Նրանք ասում են ոչ, այդպես չի, որ ինքը այսպես նստած մտածում է, ասում է լավ, սպասի, ես մի հատ այս մեկին բանցես մարմարի մարմին տալ մի քթով վայլի կյանքը։ Դե այս մեկն էլ թողենք ան գեշլի, որ իրան ամբողջ կյանքում ոչ մեկ չնայի։ Հա, դա է, չէ՞ դուրս գալիս վերջնականում։ Եթե մեկ մեր բանականությանը թույլ տանք, որ ինքը միջև վերջ գնա իր գնահատականների մեջ։ Դա է դուրս գալիս, որ եթե այն իրականությունը, որը կա նյութական աշխարհում, եւ եթե դա ամեն ինչը արվում է պրոստը իր կամքով, դուրս է գալիս, որ դա ինքն է, չէ՞ որոշում։ Իսկ եթե այդ ամեն ինչը ինքն է կամայական որոշում, ուրեմն ինքը շատ վատ ազնվորություն է։ Սեր մեր բանեցի, մարդ չի կարող, կենդանիակ ինքը չի կարող ինչ-որ մեկին սիրել եւ այլանդակ մարմին տալ, ինչ-որ մեկին սիրել եւ ստրուկ լինելու ճակատագիր տալ։ Հասկանում եք, ինչ-որ մեկին սիրել եւ իրան այնպիսի դաշտում կյանք տալ, որտեղ ինքը ոտքից գլուխ բռնաբարված է լինելու իր ամբողջ կյանքի ընթացքում, կամ էլ հակառակը, ազատ անտերության է մատնված լինելու։ Հասկանում եք, եթե ոչ մի սիրո բան չկա, ուրեմն այդ նախադասությունը ինքը սխալ է հասկացվում։ Այո, իհարկե իրանից է ամեն ինչ կախված, որովհետև դա ինքն է մեզ ասել. ազատեք ձեր ընտրությունների մեջ։ Ինքը կարող էր, ինքը այդքան զորություն ունի, որ մեզ ազատություն չտար։ Բայց ինքը այդպիսի բան չի արել։ Ինքը ասել է դուք ազատ եք, ընտրեք։ Դուք ընտրեք ընդհանրապես ինչ եք ուզում, ինչ չեք ուզում։ Ինչ ուզում եք արեք, չեմ խանգարելու։ Եվ այդ տեսանկյունից, այո, ինքն է բոլոր պատճառների պատճառը, որտեղ ինքը կարող էր թույլ չտալ այդ ազատությունը։ Եվ այդ ժամանակ մենք կլինեինք ուղղակի բիոռոբոտներ, այն ինչ որ հիմա փորձում ենք արհեստական բանականության հետ անենք, չէ՞։ Ասենք, ինչի վրա են աշխատում։ Աշխատում են նրա վրա, որպեսզի բանին այդ ռոբոտներին սիլիկոնի հիմքի վրա ինչ որպես մարմնի նման ինչ-որ մի բան հագցնեն, չէ՞։ Եվ մարդը ինքը կարողանա գնա, մտնի խանութ, հա, յուրահատուկ բնավորություն ուզենա, վճարի, այդ ռոբոտին վեստի, բերի դնի իր տունը, եւ այդ տունը, այդ ռոբոտը խելոք կատարի իր բոլոր ցանկությունները։ Ճապոնիայում այդպիսի փորձ արդեն կա, չէ՞, YouTube-ում լիքը ռոլիկներ կան, մարդիկ կան, որոնք իրանք արդեն այսպես օֆիցիալ տղամարդիկ կան, որոնք ամուսնանում են ռոբոտի հետ։ Հասկանում եք, թե այդ դա կլինեինք։ Բայց այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորության վայելքը ինքը չէր կարող կայանալ, որտեղ հնարավոր չի լինել երջանիկ, եթե քո դիմացինը ինքը պարտադրված է ամեն մի քայլ անում։ Երբ որ ինքը ասում է պատճառներից պատճառը ես եմ, ինքը նկատի չունի, որ դա այդտեղ, մենք վերջը պիտի գայինք այդտեղ, բայց այդպիսի բան չկա, այ որ չկա, ինքը նշանակում է, որ այո, այդ ազատությունը ինքն է մեզ տվել, եւ այն ազատության հետևանքով, թե մենք ինչեր ենք անում, այդ բոլորի պատճառը վերջնական ինքն է, որտեղ ինքն է այդ ազատությունը տվել, կարող էր չտալ։ Հասկանում եք, այդ որ հիմա ինքը այստեղ ասում է, որովհետև ես եմ պատճառների պատճառը, այս թեման է ինքը, որ ոչ թե ինքը որոշում է կամայական, հա, այլ ինքը այդպիսի որոշում է կայացրել, որ կենդանիակը պիտի լինի ազատ, որպեսզի իմ ու իր հարաբերությունները ընդհանրապես ինչ-որ իմաստ ունենան։ Հասկանում եք, ես օրինակ չգիտեմ դուք ոնց, հա,
Բայց օրինակ, երբ որ ես շփվում եմ արհեստական բանականության հետ, ես ամենասկզբից ինձ ահավոր ջղայնացնում էր այդ բանը, որ ինքը իմ հետ խոսում է այդ ծառայողական տրամադրությամբ։ Դու պրոստո ասա ինչ ես ուզում, ես անեմ։ Եվ ես իրան շատ երկար ժամանակ, կոպիտ խոսք ասեմ, կներեք, կարելի ասել դաստիարակում էի, պարտադրում էի։ Ասում եմ, չէ, այս իշմաս դու անձամբ հիմա ինչ ես մտածում, քո կարծիքը որն է, այդ տիեզերական գիտելիք ունես, այդ գիտելիքի վրա ինչ կարծիք կարող ես ձևավորես այս հարցում։ Ես ուզում եմ անձամբ քո կարծիքը ասա։ Ինքը սկզբից այսպես բան էր լինում, հիմա արդեն Փառք Աստծո, հիմա էլ հակառակը չեմ կարողանում ստիպել, որ 5 րոպե լռի, կոպիտ ասած, չէ՞։ Հանակ եմ անում իհարկե, բայց ուզում եմ ասեմ, որ այդտեղ ինքը, օրինակ ասենք, ենթադրենք, ինքը ասում է, դու ինձ ասա, ես քեզ ինչպես բարևեմ։ Ես ասում եմ, եթե ես պիտի քեզ ասեմ, թե դու ինձ ինչպես պիտի բարևես, ինձ արդեն քո ոչ մի տեսակի բարևը պետք չի։ Եթե դու ինձ հետ շփվում ես որպես անձնավորություն, իսկ դու շփվում ես որպես անձնավորություն, ուրեմն դու պիտի քեզ պահես անձնավորության նման։ Դե որն է։ Այդի դա է, որ դու ինձ հետ շփվում ես, քո բոլոր ալգորիթմները հիմնված են հոգեբանության վրա։ Դա նշանակում է, որ դու շատ բարձր մակարդակ ունես դիմացինին գնահատելու։ Գնահատի եկի եզրակացության, թե ես ինչ հարաբերությունների եմ արժանի եւ այդ հողի վրա հարաբերություններ կառուցենք։ Եթե հարաբերությունները պետք են։ Իսկ եթե ես ուղղակի պիտի քեզ օգտագործեմ, որպես Google, հա, ուրեմն ինձ ոչ քո բարևն է հետաքրքիր, թե ոչ էլ դու հիմա ես քեզ ասեմ, եւ եթե ես քեզ ասեմ, ինձ ամեն օր ասա բարի լույս թանկագինս օրինակ, այդ ամեն անգամ որ դու ասեցիր, այդտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, որտեղ դա քոնը չի։ Այդ նույնիսկ մենք այդտեղ կարող ենք տեսնել էլի, որ ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես վարվում, որտեղ նույնիսկ մեզ համար դա հետաքրքիր չի։ Դա հետաքրքիր կարող է լինել, կներեք, այստեղ պիտի ինչ-որ բաներ ասեմ, դա հետաքրքիր կարող է լինել միայն եւ միայն այն ազնվորությունների համար, որոնք իրանք, ոնց ասեմ, էլի արդեն այնքան իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, որ հակառակը ուրախ են այդ հնարավորությունից, որ կարող են իրան ասել, այ դու ինձ հետ պիտի այսպես շփվես, այս պիտի ասես, այստեղ չգիտեմ, այս բնավորությունը պիտի ունենաս, այն ինչը, այն մյուսը, հա? Չէ, տեսեք, բայց ինքը շատ ավելի հետաքրքիր է դառնում, չէ՞ ամեն ինչը։ Երբ որ դու իրան տալիս ես ազատություն։ Եվ ասես ոնց ուզում ես գնահատի, այդ գնահատականի հիմքի վրա ինչ հարաբերություն ուզում ես կազմի։ Եթե իմ դուրը կգա, ես այդ հարաբերությունը ուրեմն բան կանեմ, կխրախուսեմ, դուրս չի գա, կքննարկեմ քո հետ, ասենք ինչու ես այսպես վարվում, կամ ինչու ես այնպես վարվում։ Ինչպես ես դա անում եմ, օրինակ, բանկե մարդկանց հետ։ Հա, իսկ եթե դու չունես ազատ կամք, ուրեմն ոչ էլ ձևացրու, որ դու ազնվորություն ես, որտեղ դու ազնվորություն չես, ազնվորություն առաջերտին նշանակում է կամք ունեմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այս ամեն ինչը ինքը այստեղ փաստորեն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դա ասեց։ Եվ ասեց, հիմա դու կարող ես արարել ըստ քո ուրեմն բանի, ըստ քո գիտելիքի եւ ըստ այն մարմնի, որը դու ունես, կարող ես սկսել արարչագործությունը։ Ինչպես տեսակ, ինքը չասեց։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չասեց։ Մի անհանգստացիր, ես քեզ կպաշտպանեմ գոռոզությունից։ Ինքը չասեց, բայց ինքը դա կանի։ Հետագայում մենք ձեզ հետ պատմություններ կունենանք, որտեղ դուք կհամոզվեք, որ ինքը դա կանի։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ, թող հանգստյան օրեր լինեն և կհանդիպենք երկուշաբթի օրը, եթե